With the lights up in the sky. Yeah. This is the very last song for tonight. And you are the stars of the night and the lighthouse, the leaders. Thank you so much. Let's go. BTS-ին նայելով ես ինքս գնում եմ իմ ճանապարհով, իմ ընտրած ճանապարհով, իմ երազանքներով, իմ նպատակներով ու դրանց ներշնչողներից մեկը BTS-ն է։ Շատ մեծ փոփոխություն կա իմ կյանքում տղաների հայտնվելուց ի վեր։ Իրենց շնորհիվ ես իմ ապագային ավելի շատ լուրջ նայեցի ու իրենց ամեն խորհուրդը ինձ օգնում է այսօր այն ամենին, ինչը որ փորձում եմ ձգտում եմ հասնել։ Իրանք իմ սև ու սպիտակ կյանքը միանգամից փոխեցին, դարձեցին ավելի գունավոր, որ կյանքին որ կարամ ավելի պայծառ ու հավեսով նայեմ, ոնց որ նամջունը կասեր։ Այն բարերը, որ ես կուզեի լսել, իրենք երգում էին ինձ որ շատ կարևոր է ինձ համար, որ այդ բարերը ես լսեի։ Իրանք եկան այն ժամանակ, երբ որ շատ դժվար էր, բայց ես չեմ ուզի, որ իրանք գնան, չեմ ուզի իրանց բաց թողնեմ, ինչքան էլ ես երջանիկ լինեմ, մեկը չեմ կարող իրանց բաց թողնեմ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պատրաստ ես։ Իրականում իրենց երգերը լսում ու սիրում էի 17-18 թվականներից, բայց դարձել եմ 19-ին փետրվարին ինձ ծնունդից մի ամիս շուտ։ Որովհետև հիշում եմ, որ ծնունդից երբ որ ինչ-որ այլ բաներ էին նվիրում, ես արդեն նեղում էի, ասում էի, բան չի պիտի ես հետ կապված բան չկա։ Ես ունեի դասընկերուհի, ինքը շատ էր սիրում BTS-ին, 8-րդ դասարանում, երբ մենք կարնավալի էինք, մեր դասղեկը մեզ ասել էր, որ թիմերի բաժանվենք ու ամեն մեկս ինչ-որ պար կամ երգ, ինչ-որ տենց ֆլեշմոբի նման բան անենք եւ այդ ժամանակ ես այդ ընկերուհուս հետ որոշում ենք գնանք իրանց տուն ու տենց ինչ-որ պար իրար հետ փորձենք սովորել ու տենց այնտեղ գնում ենք, ինքը դնում է արդեն BTS-ի երգերը, ես տեսնում եմ 2018 թվականին իմացա ընդհանուր Ասիայի մասին, սկսել էի անիմեից, հետո ժամանակի ընթացքում էլ 21 թվականին ասա BTS-ին դարձա ARMY։ Was it honestly the best? Cause I just wanna see the next. Գործի էի։ Իրականում անսպասելի չէր այդքան էլ այդ լուրը, որովհետև մինչև այդ հայտարարությունը ունեցանք ֆեստա։ Ու եթե նայել եք ֆեստան, այնտեղ արդեն բարձ էր, ինչ-որ բան են չի, ինչ-որ կանխազգացում կար։ Եթսուքամի Փուսանի համերգի ժամանակ էլ իրականում այդ կար, որովհետև մենք հետո հասկացանք, որ իրանք գիտեին, մենք չգիտեինք։ տանը շատ դժվար էր, որովհետև այդ ժամանակահատվածը իմ համար շատ բարդ էր ու որ իրանք էլ ասեցին, որ պիտի գնան, չգիտեմ, մոտ սենց ոնց որ քեզնից մի կտոր վերցնեին ու պոկեին, այդ տիպի էմոցիաներ էին մոտս։ Երբ որ իրանց պակասն էի զգում, ես միացնում էի Run BTS։ Ինչ էպիզոդ լիներ, ես հիշում եմ, որ գրում էի Run BTS ու ինչ ընկներ էդ էլ նայում էի, որովհետև շատ էի կարոտում։ Չես կարող էլի չկարոտել։ Եվ ինձ հույս էի տալիս, որ անպայման կվերադառնան։ J-Hope-ի գնալուց արդեն հուզվել էի, որովհետև մենք սպասում էինք, որ Ջինին կտեսնենք, ու երկար ժամանակ չէինք տեսել, բայց մենք չգիտեինք, որ Կորեայի օրենքներով իրավունք չկա իրան ցույց տալ կադրում, իր ձայնը անգամ չէինք կարող լսել, ու Ջինի գնալը շատ ծանր էր նախ որպես բիաս, եւ երկրորդն էլ այդ վիդեոն, որ նայեք ոնց են իրան ուղարկում, Նանջունը առանձնանում է տղաներից, ու ասում է ցուրտ է, Ջինը շատ մտկանա ինչ անելու, ու այդ ահավոր ամենահուզիչ պահն էր, որ հիշում եմ Ջինի գնալուց։ Լուրեր կային տարածված, որ իրանք չեն գալու կամ հնարավոր է որ գան ամբողջ խմբով չլինեն, սոլո երգեն արդեն, բայց չգիտեմ, իմ մեջ իմ մի մասը ոնց որ հավատում էր, որ իրանք անպայման գալու են,
ու գալու են միասին ու ալի մենք բեմում իրանց միասին տեսնելու ենք։ Watch this beat go, we hold it. Կոլեկցիան սկսել եմ հավաքել տղաները, երբ որ սկսեցին սոլո ալբոմներ անել, այդ ժամանակահատվածից։ Ինձ համար մի փոքր բարդ էր ֆինանսապես, քանի որ ես որ չէի աշխատում ու ծնողներս էին մեծամասամբ գումարը տալիս, բայց սիրով էին տալիս, այնպես չի իրենք ասում էին, բա ինչու ես պատվիրում եւ այլն, հակառակը հենց մայրիկիս էի գնում առաջին դիմում, ասում եմ, որ ինչ-որ ալբոմ պետք է գրեմ, ասում հա, խնդիր չկա եւ այլն, այդպես սկսեցի հավաքել։ Այս գնումը ես ինքս եմ առաջի կատարել, հենց իմ աշխատավարձով։ Ու արդեն այս շրջանում ես աշխատում եմ, իսկ որոշեցի, որ պետք է կոլեկցիաները հավաքեմ արդեն։ Իմ առաջ դրել էի, որ ես անպայման հենց որ վերադառնամ, պետք է ունենամ այս ալբոմը ու ես պետք է աշխատեմ ու իմ աշխատավարձով դնեմ։ Comeback-ը вообще փոխել է, որովհետև իրականում 4 տարի է անցել, երբ որ դուրս եկել Փուֆը, իրենց ընդհանուր խմբային ալբոմը, որ նորը դուրս եկել Արիրանգը, այդ շատ սպասված ալբոմ էր, որ բառերով չեմ կարող բացատրել, որովհետև շատ սպասված էր ինքը։ Այսպես մի խոսք կա, որ շատ ենք ասում ենք ֆաներս, BTS-ը հանդիպում է մեր կյանքում այն ժամանակ, երբ որ իրենց կարիքը ամենաշատը ունենք, ու երևի հենց այդ շրջանն էր ինձ մոտ։ Դրանտում այսպես սկսում եմ նայել Run BTS-ից հաղորդումներ, ու այդպես խառը իրենց վիդեոներից, լայվերից, տարբեր հատվածներ YouTube-ում, ու անգամ առանց լեզուն հասկանալու, իրենք ինձ շատ կոմֆորտ են դառնում, ու սկսում եմ ավելի շատ հետաքրքրվել, այդպես մտնում եմ ֆանդոմ։ Իրանք ոնց որ ծիածան լինեն ընդհանուր, որ 7 գույներ են իրենց ներկայացնում, ամեն մեկը մի գույնի մեջ, իրենց հետ ծանոթանալով ու ապրելով արդեն հասկացել եմ իրենց ընդհանուր բուն գործունեությունը մեր կյանքում։ Սովորել եմ, որ մարդկանց երբեք չպետք է թերագնահատել, ինչ-որ մի իրադարձության միջով անցնել, թեկուզ այն ամենadrոշակ պահերին, որ զուտ անհնարինը չկա, ու կարամ ասեմ, որ զուտ իրանք բացասական բան երբեք չեն փոխանցում, իրենց մոտ միշտ լավն անում, որ ես զուտ շատ շնորհակալ եմ ինքս, որ առնի եմ։ Այն որ իրանք ցույց են տալիս, թե ինչ ճանապարհ են անցել, այդ մենակ հերիք է, որ դու դրանից ոգեշնչվես ու հասկանալ, որ ինչքան էլ դժվար լինի, մեկը այդ վերջը չի ու օրինակ ոնց է Spring Day-ի մեջ ասում, որ այդ մի օր էլի կգա այդ գարունը, ինչքան էլ որ հիմա ձմեռ է, ինչքան էլ որ հիմա ցուրտ է, հա, քո համար դժվար ճանապարհ է, ինչքան էլ որ անցնես այդ մութ գիշերների միջով, մեկը կգա այդ գարունը, կգա քո ծաղկման ժամանակաշրջանը, հա, միանշանակ արժեր, ինչքան պետքա կսպասեինք, իրական երբ որ օլիմպիական խաղերի ոչը, հա, պետքա ջինը տաներ, մի աղջիկ արմի իրեն հարցնում էին, հա, արդյոք արժեր սպասել, 7 ժամ սպասել եք, ինչու պիտի ջինին տեսնեք եւ այլն, ինքը ասում էր ես 1.5-2 տարի սպասել եմ ջինը բանակից գա իրեն տեսնեմ, ինչքան պետքա կսպասեմ, այնպես որ այդ արտահայտությունը ես շատ եմ սիրում, արմիները ինչքան պետքա կսպասեմ։ Միանշանակ այո։ Ես սպասել եմ եւ հասկացա, թե ինչ կարևոր է սպասելը, ես մինչև այդ սպասել չէի կարողանում, ես համբերել չէի կարողանում, բայց դրանից հետո սովորեցի ու հասկացա, թե ինչ կարևոր բան է դա։ Չեմ ուզում, որ իրանց միսիան իմ կյանքում ավարտվի, որտեղ իմ կարծիքով մենք դեռ շատ բանի միջով պիտի անցնենք։ Այս օրակի հետ կապված շատ ծիծաղալու պատմություն կա։ Ուրեմն դե ես դպրոցից արդեն դուրս եմ եկել ուսանող եմ ու ընկերուհիս ռանդոմ մտնում է գրախանութ ու տենում է օրագրեր, որոնք հիմա էլ ընդհանրապես պետքա որ վաճառքի չլինեն, որովհետև ընթացակարգը ոնց որ դպրոցներում փոխվել է ու բերում տալիս է ինձ, ասում է ես գիտեմ որ դու BTS-ի ֆան ես, վերցա ու ես տենում եմ Dynamite Era-ի։ Ամենահավես նկարներով բանն է, վերսիան է։
ու այս օրագիրը միթե որս իմ դարակի վրայից չի հեռանում, անբաժան մասնադար է։ Ես Բարթանի ճանաչում եմ հենց Love Yourself Theory era-ից եւ իրենք այս era-ից մտել են իմ կյանք։ Կառանձնացնեմ իրենց Love Yourself ալբոմը։ Այդտեղ դա այդ ալբոմը նրա մասն է, ինքդ քեզ սիրելու ու գտնելու քեզ հենց այս աշխարհում։ Ու հենց դրա համար այդ ալբոմը ինձ համար շատ կարևոր նշանակություն ունի։ Որովհետև ես ուզում եմ միշտ իրենց հետ լինել, միշտ աջակցել իրանց ու անգամ ամեն ինչ որ չգիտեմ, թեկուզ են անգամ փոքր ձայնը ամեն ինչ տաս, որ լրացնես այն, ինչ որ իրանք քեզ են տվել։ Որովհետև պարտական եմ BTS-ին, որովհետև Արմիները իմ հանդիպած աշխարհի ամենաբարի, ամենակոմֆորտ ֆանդոմն են, որ ես ուղղակի տեսել եմ իմ կյանքում։ Որովհետև իրենք զուտ փոխում են բոլոր արմիների կյանքը ու իրենց դեպի լավն են տանում ու զուտ ես շնորհակալ եմ Վարդանին, որ իրենք կան։ Շնորհակալ եմ BTS-ին, որովհետև իրենք գունավորեցին իմ կյանքը, այսպես ասած, կարելի ասել, մանուշակագույնեցին ամբողջությամբ։ Շնորհակալ եմ, որ կաք։ Շնորհակալ եմ այն լավ բոլոր սիրուն հիշողությունների համար, որ ունեցել ենք միասին։ Եկեք շարժենք առաջ, որտեղ best is yet to come։